Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկես արքայություն քո, Եղիցին կամք քո որպես հերկինս եւ հերկրի, ըսած մեր հանապազորդ տուր մեզ այսօր, եւ թող մեզ պարտիս մեր որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզ ի փորձություն այլ փրկյազ մեզ իջարել, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք Հավիտյանս Հավիտենից ամեն, իմաստություն, որ Հիսուս տուր մեզ իմաստություն, ըստ բարիս խորհել եւ խոսել եւ գործել առաջի քո ամենայն ժամ, իջար խորհրդոց ի բանից եւ ի գործոց փրկյազ մեզ եւ ողորմյա մեզ մեղավորացս, ամեն, ըստ գործս ձեռած մերոց ուղիղ արեի մեզ Տեր, եւ ըստ գործս ձեռած մերոց հաջողյա մեզ, ամեն։ Տեր կոմիտասնեմ, ծառայում եմ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, առայժմ Վեհարանում եւ առաջիկա մայիս ամսից կլինեմ Մայր տաճարի եւ Մկրտանի լուսարար, Վայապար Հայրապետի տնօրինությամբ։ Շնորհակալ եմ։ Այսօր սիրով ընդունել եմ Տիկին Մարիցայի հրավերը խոսելու, զրուցելու, միասին քննարկելու, միասին մեզ համար պարզելու իբրև քրիստոնյաներ մեծ պահքի շրջանի հաջորդ առաջիկա Կիրակի օրվա խորհուրդը, որ մեր եկեղեցու տոնական համակարգի մեջ, տոնացիսական համակարգի մեջ կոչվում է Գալստյան Կիրակի։ Այս Կիրակի մասին խոսելիս առաջին եւ ամենակարևոր հանգրվանը, որի վրա պետք է կանգնենք, դա օրվա ավետարանն է։ Մատթեոսը իր ավետարանի 22 եւ 23-րդ գլուխներում շատ ծավալուն կերպով անդրադառնում է այս օրվա խորհրդին, բայց միևնույն ժամանակ ավետարանը դժվար է ըմբռնելու այս Կիրակի խորհրդի մեջ, որովհետև Կիրակին կոչվում է Գալստյան Կիրակի, բայց Մատթեոսի բերանով Քրիստոս խոսում է բոլորովին այլ բաների մասին, շեշտադրում կատարում տարբեր որակների, տարբեր քրիստոնեական շերտերի, բարոյական շերտերի, եւ այս իմաստով այս ավետարանի ընկալումը այս օրվա խորհրդի մեջ դառնում է բավական դժվար եւ բարդ։ Բայց այնուամենայնիվ կուզեմ ընթերցել այսօրվա ավետարանը եւ մեր այսօրվա խոսելիք նյութը կառուցել նաեւ ավետարանի տեքստին համահունչ։ Երբ փարիսեցիները լսեցին, որ Հիսուսը պապանձեցրեց սադուկեցիներին, իրար մոտ հավաքվեցին եւ նրանցից մեկը, որ օրենսգետ էր, նրան փորձելու համար հարցրեց ու ասաց. Վարդապետ, օրենքի մեջ ո՞րն է ամենամեծ պատվիրանը։ Հիսուս նրան ասաց. Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով։ Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը։ Երկրորդը նման է սրան. Սիրիր քո ընկերոջը ինչպես ինքդ քեզ։ Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքն ու մարգարեները։ Երբ փարիսեցիները հավաքված էին, Հիսուսը նրանց հարցրեց ու ասաց. Ինչ եք կարծում Քրիստոսի մասին, ում որդին է։ Նրան պատասխանեցին. Դավթի։ Նրանց ասաց. Հապա ինչպես է, որ Դավիթը հոգով նրան Տեր է կոչում ասելով. Տերն իմ տիրոջն ասաց. նստիր իմ աջ կողմում, մինչև քո թշնամիներին իբրև պատվանդան դնեմ ոտքերիդ։ Արդ, եթե Դավիթը նրան Տեր է կոչում, ինչպես է Քրիստոս նրան որդի։ Ոչ ոք չէր կարողանում նրան պատասխանել։ Ոչ էլ որևէ մեկը այդ օրվանից համարձակվեց նրան մի բան հարցնել։ Այդ ժամանակ Հիսուս խոսեց ժողովրդի ու իր աշակերտների հետ եւ ասաց. Մովսեսի աթոռի վրա նստեցին դպիրներն ու փարիսեցիները։ Արդ, այն ամենը, ինչ ձեզ ասեն, որ պահեք, պահեք ու արեք, բայց նրանց գործերի պես մի արեք, որովհետև
ասում են, բայց չեն անում։ Ծանր ու դժվարակիր բեռներ են կապում և մարդկանց ուսերին դնում, բայց իրենց մատով անգամ չեն ուզում շարժել դրանք։ Իրենց բոլոր գործերը մարդկանց ցույց տալու համար են կատարում։ Իրենց գրապանակներն են լայնացնում և իրենց հագուստների քղանցքները երկարացնում։ Սիրում են առաջին տեղերը ընթրիքների ժամանակ, ժողովարաններում առաջին աթոռները, հրապարակներում բարևներ և մարդկանց կողմից ռաբբի կոչվելը, բայց դուք թույլ մի տվեք, որ ձեզ ռաբբի կոչեն, որովհետև ձեր ուսուցիչը մեկն է, Քրիստոս, իսկ դուք բոլորդ եղբայրներ եք, և երկրի վրա ոչ մեկին ձեզ հայր մի կոչեք, որովհետև ձեր հայրը մեկն է, նա, որ երկնքում է, և ոչ էլ ուսուցիչներ կոչվեք, որովհետև ձեր ուսուցիչը մեկն է, Քրիստոսը, և ձեզանից ամենամեծը թող ձեր սպասավորը լինի, ով իր անձը բարձրացնի, կխոնարհեցվի, և ով իր անձը խոնարհեցնի, կբարձրացվի։ Բայց վայ ձեզ կեղծավորներիդ, դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ, դուք չեք մտնում և փափագողներին էլ թույլ չեք տալիս մտնել։ Վայ ձեզ կեղծավորներիդ, դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ որբ և այրիների ունեցվածքն եք ուտում և ցուցադրաբար երկար աղոթում, դրա համար խստորեն եք պատժվելու։ Վայ ձեզ կեղծավորներիդ, դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ ծովով ու ցամաքով շրջում եք, որպեսզի մեկին նորահավատ դարձնեք, ու երբ ստացվում է, նրան ձեզանից կրկնապատիկ ավելի գեհենի որդի եք դարձնում։ Վայ ձեզ, կույր առաջնորդներ, որ ասում եք, թե ով երդվում է տաճարով, հոգ չէ, բայց ով տաճարի ոսկով է երդվում, պարտական է։ Անմիտներ ու կույրեր, ի՞նչն է ավելի մեծ, ոսկին թե տաճարը, որ սրբագործում է ոսկին։ Նաև ասում եք, ով երդվում է զոհասեղանով, հոգ չէ, բայց ով երդվում է ընծայով, որ զոհասեղանի վրա է, պարտական է։ Կույրեր, ի՞նչն է ավելի մեծ, ընծան թե զոհասեղանը, որ սրբագործում է ընծան։ Արդ, ով երդվում է զոհասեղանով, երդվում է նրանով և այն բոլոր բաներով, որ նրա վրա են։ Տաճարով երդվողը երդվում է նրանով և նրա մեջ բնակվողով։ Երկնքով երդվողը երդվում է Աստծու աթոռով և նրա վրա նստողով։ Վայ ձեզ, կեղծավորներիդ, դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ անանուխի, սամիթի ու չամանի 10-րդը տալիս եք, բայց չեք պահում օրենքի ամենից ծանրակշիռ կետերը, արդարությունը, ողորմությունն ու հավատը։ Դրանք պետք էր կատարել, մյուսներն էլ պահել, կույր առաջնորդներ, որ մժեղը քամում եք, բայց ուխտը կուլ եք տալիս։ Վայ ձեզ կեղծավորներիդ, դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ մաքրում եք բաժակի ու ափսեի դրսի կողմը, բայց ներսից լի են հափշտակությամբ ու անժուշկալությամբ։ Կույր փարիսեցի, նախ բաժակի ու ափսեի ներսը մաքրիր, որպեսզի դրսի կողմն էլ մաքուր լինի։ Վայ ձեզ, կեղծավորներիդ, դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ նման եք ծեփած գերեզմանների, որոնք արտաքուստ գեղեցիկ են երևում, բայց ներսից լի են մեռելների ոսկորներով ու ամեն տեսակ պղծությամբ։ Դուք նույնպես արտաքուստ արդար եք երևում մարդկանց, բայց ներքուստ լի եք կեղծավորությամբ ու անօրենությամբ։ Վայ ձեզ կեղծավորներիդ, դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ շինում եք մարգարեների գերեզմաններն ու արդարների շիրիմները զարդարում։ Եվ ասում եք, եթե մեր հայրերի ժամանակ լինեինք նրանց հետ մարգարեի
մարգարեների սպանությանը մասնակից չէինք լինի։ Ուրեմն ինքներդ ձեր մասին վկայում եք, որ որդիներն եք մարգարեներին սպանողների։ Արդ, դուք էլ լրացրեք ձեր հայրերի բաց թողածը, օձեր, իժերի ծնունդներ, ինչպես եք գեհենի դատաստանից փախչելու։ Դրա համար ահա ես ձեզ մոտ եմ ուղարկում մարգարեների, իմաստունների ու դպիրների։ Նրանցից ոմանց սպանելու եք ու խաչը հանելու, ոմանց ձեր ժողովարաններում ծեծելու եք ու քաղաքից քաղաք հալածելու։ Այդպես ձեզ վրա է ընկնելու երկրի վրա թափված ամեն արդար արյան պատասխանատվությունը, արդար Աբելի արյունից մինչև Բարաքիայի որդի Զաքարիայի արյունը, որին տաճարի ու զոհասեղանի միջև սպանեցիք։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, այս ամենը գալու է այս սերնդի վրա։ Երուսաղեմ, Երուսաղեմ, որ կոտորում ես մարգարեներին, քարկոծում քեզ մոտ ուղարկվածներին, քանի անգամ ցանկացա հավաքել քո երեխաներին, ինչպես հավն է իր ձագերին թևերի տակ հավաքում, բայց դուք չցանկացաք։ Ահա ձեր տունը ձեզ ավերակ կթողնի, որովհետև ասում եմ ձեզ, որ այսուհետև ինձ չեք տեսնի, մինչև չասեք, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը։ Ահա, բավական երկար ու բավական խիստ հատված էր, ասել է, թե պատվիրանների մի ամբողջ ավետարան ավետարանի ներսում։ Երևի թե ամբողջ ավետարանական տեքստերը վերցնենք, ընթերցենք, այսպիսի խստությամբ գրված որևէ հատվածի չենք հանդիպել։ Սա Քրիստոսի խոսքերն է, այս ամենը Քրիստոսի խոսքերն են, որ ուղղում է փարիսեցիներին եւ սադուկեցիներին, որոնք որ պարբերաբար Քրիստոսին հանդիպելիս որևէ տեղում փորձում էին Քրիստոսին փորձության մեջ գցել, բայց ամեն անգամ Քրիստոս իրենց զենքով իրենց դեմ պայքարելիս իրենց կյանքից օրինակներ էր բերում, իրենց օրենքներից օրինակներ էր բերում եւ պապանձեցնում էր, ինչպես որ այս դրվագի մեջ է ասվում։ Սադուկեցիներին Քրիստոս պապանձեցրեց։ Եվ սա իսկ է իրենց դատաստանը, որովհետև Քրիստոս իր խստության մեջ ամբողջությամբ իրենց առջև փռում է այն կյանքը, որով որ իրենք ապրում են, որի մեջ որ կան իբրև սադուկեցիներ եւ իբրև փարիսեցիներ։ Թվում է, թե այս հատվածը որևէ առնչություն չունի գալստյան կիրակի հետ, եկող կիրակի հետ։ Եվ գալստյան կիրակի իբրև հիշատակություն ընդամենը մեկ տող ակնարկ կա եւ դա վերջին նախադասությունն է, որ ասում է ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ դուք կասեք օրհնյալ է Տիրոջ անունով եկողը։ Գալստյան կիրակին հետաքրքիր խորհուրդ ունի իր մեջ։ Բոլոր մեծ պահքի կիրակիները իրենց ավետարանական դրվագներով իրենց մեջ ամփոփում են այդ օրվա խորհուրդը, բուն բարեկենդանը խրախճանքի, արտաքսմանը մեր նախահոր և նախամոր արտաքսման պատմությունն է ներկայացնում, անառակի կիրակին անառակ որդու առակի ներկայացումն է, նույնպես տնտեսի և դատավորի կիրակիների ավետարանական հատվածները, բայց գալստյան կիրակին այս շղթայի մեջ մի տեսակ առանձնացող կիրակի է, առանձնացող օր է։ Թվում է, թե խոսում է Քրիստոսի գալստյան մասին, բայց որ գալստյան մասին մեզ հստակ որևէ բան չի ասվում։ Մենք բոլորս գիտենք, Քրիստոսի ծնունդից հետո, Քրիստոսի քարոզչությունից հետո, ինչպես որ Քրիստոս ասաց, երկրորդ գալստյան սպասումն ունեին դեռևս Քրիստոսի ժամանակակից քրիստոնյաները, առաքելական շրջանի քրիստոնյաները, հետ առաքելական շրջանի քրիստոնյաները եւ այդպես շարունակ,
դարեր շարունակ քրիստոնյաները քրիստոնեությունից ճյուղավորված հարանվանություններն ու աղանդները, հերձվածողներն ու հերետիկոսությունները պարբերաբար Քրիստոսի երկրորդ գալստյանը դատաստանին անդրադարձում էին ունենում։ Նշում էին որևէ թվական, գալիս էր այդ թվականը, անցնում էր և իրենք պարտվում էին իրենց ներկայացրած քարոզչության, վարդապետության, վախճանաբանության առջև։ Եվ այսպես շարունակ։ Բայց շատ հետաքրքրական հանգամանք կա քրիստոնյաներիս համար։ Մենք անընդհատ սպասում ենք Տիրոջ երկրորդ գալստյանը։ Բայց ինչքանով ենք արժևորում Տիրոջ առաջին գալուստը։ Ըստ էության այս կիրակի մեջ ամբողջությամբ ներկայացվում է Տիրոջ առաջին գալուստը, իր գալստյամբ իր բերած վարդապետությունն ու քարոզչությունը, որի մեխը կամ կարմիր թելը Տիրոջ երկրորդ գալուստն է։ Այլ կերպ ասած, եթե մենք փորձում ենք հասկանալ, ընկալել և ապրել այնպիսի կյանքով, կենցաղով, որ արժանի լինենք Տիրոջ երկրորդ գալստյանը ուրախությամբ դիմավորելու, ուրեմն պիտի նախ և առաջ հասկանանք և արժևորենք Տիրոջ առաջին գալուստը։ Ավետարանական այս հատվածի մեջ Քրիստոս շատ խստությամբ ներկայացնում է մարդկանց ապրածն ու ապրելիքը, իրենց մարդկային ու բարոյական որակները, վայերով է խոսում, այդ վայերի տակ ակնարկ ունենալով երկրորդ գալստյան ժամանակ այդ մարդկանց կարգավիճակին, թե ինչպիսի կարգավիճակում կհայտնվեն, եթե շարունակեն մնալ այդ նույն կեցվածքի մեջ, կեղծավորության մեջ, մարդկանց փորձության մեջ գցելու վարքի մեջ, մարդկանց դարձի բերելու, բայց չթողնելու այդ դարձի ճանապարհով ճիշտ ընթանալու։ Ասում է, որ դուք չեք մտնում արքայություն և խոչընդոտ եք հանդիսանում նաև նրանց համար, ովքեր որ ցանկանում են, փափագն ունեն այդ արքայությունը մտնելու։ Դուք իբրև փարիսեցիներ, քննադատաբար եք մոտենում այն բոլոր մարդկանց, ովքեր որ փորձում են ապրել քրիստոնեական վարք ու բարքով, այդ ճանապարհին նաև սայթաքելով, բնականորեն սայթաքելով, և դուք քամում եք մժղուկները, բայց կուլ եք տալիս ուղտերը։ Այն, որ չեք տեսնում ձեր աչքի մեջի գերանը, բայց տեսնում եք հավատի ճանապարհով քայլողների աչքի մեջի շյուղը։ Քրիստոս այսպիսի համեմատություններով փորձում է ներկայացնել այն իր քարոզչությունը, ինչ որ բերեց իր առաջին գալստին։ Երբ որ մենք ասում ենք գալուստ, այս բառը մեզ համար շատ հստակ է։ Սպասել ինչ որ մեկի գալստյանը, դիմավորել ինչ որ մեկին, որ իր գալստյամբ ուրախություն պիտի բերի, իր գալստյամբ լույս պիտի բերի, իր գալստյամբ իր ամբողջ հմայքն ու փայլը պիտի բերի, մի միջավայր, որտեղ որ իրեն սպասում են։ Քրիստոսի առաջին գալստյանը մարդկությունը սպասում էր բավական երկար ժամանակ։ Մինչև որ մարգարեները մեսիական հատվածներով Քրիստոսի գալստյան ավետիցն էին տալիս, մարդկությունը սպասում էր, հրեական ժողովուրդը, հրեա ժողովուրդը սպասում էր Տիրոջ գալստյանը, երկնավոր թագավորի Մեսիայի գալստյանը, և պատրաստվում էր շատ շքեղության մեջ դիմավորելու։ Բայց մարգարեները եկան փլուզելու այն ամենը, ինչ որ կառուցել էին հրեաները իրենց պատկերացումների մեջ, Աստծո որդին դիմավորելու շքեղության մեջ։ Ինչպես որ Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոս իր քարոզչության ընթացքում ասաց, քարը քարի վրա չեմ թողնելու։
ամբողջությամբ այս տաճարը պիտի ավիրվի, որ նոր տաճար կառուցվի։ Այդպես էլ հրեաների պատկերացումները քարի վրա չթողեց, որպեսզի մեսիական հատվածները մարգարեների բերանով ասված իրականություն դառնա եւ նոր տաճար կառուցվի, նոր ծնունդ լինի Քրիստոսի առաջին գալուստով։ Քրիստոսի առաջին գալուստը իրականում նախապատրաստական այն ամբողջ ընթացքն է, այն իրողությունն է, իրականությունն է, որ եղավ, որպեսզի մենք այդ օրվանից շտապենք դեպի Տիրոջ երկրորդ գալուստը։ Սկսվեց առաջին թվականով եւ կգնա մինչեւ Տիրոջ երկրորդ գալուստը։ Մեր թվականը սկսվել է Տիրոջ ծնունդով։ Մենք այդպես ենք հաշվում. Քրիստոսից առաջ եւ Քրիստոսից հետո։ Քրիստոս բերեց այն ամենը, ինչ որ մեզ պետք էր ապրելու եւ շարժվելու այն նշանակետը, որտեղ որ լինելու է Տիրոջ երկրորդ գալուստը։ Այս ճանապարհի ընթացքում ամենքս իբրև քրիստոնյաներ մեր եկեղեցու բեմերից քարոզների միջոցով լսում ենք Տիրոջ ավետարանը, Տիրոջ խոսքը, Տիրոջ հրավերը քայլելու այդ ճանապարհով, բարձրանալու այդ սանդուղքով, որ առաջին գալուստով է մեզ համար բացվել եւ գնալու դեպի երկրորդ գալուստ։ Այս ճանապարհի համար Տերը մեզ տվել է ամեն ինչ, ինչ որ անհրաժեշտ է քրիստոնյաներին։ Սովորաբար մարդը, երբ որ մի ճանապարհ է դուրս գալիս, իր հետ ապահովում է, իրեն ապահովում է ամեն ինչով, ինչը որ ճանապարհին պետք է, ինչը որ հավանական է ճանապարհին խոչընդոտ առաջացնի եւ այդ խոչընդոտները հաղթարելու համար իր հետ վերցնում է ամեն ինչ։ Մենք էլ մեր կյանքի ընթացքում մեր ծննդից մինչև մեր մահվան վերջին շունչը, երբ որ մեծ թափով գնում ենք Տիրոջ բացած այդ առաջին գալստյան գծագրված ճանապարհով, մեզ հետ ունենք մեզ սովորեցրած, մեզ ավանդված ավետարանի պատգամը, Քրիստոսի թողած պատգամը, պատվերը, խրատը, պատվիրանները, շարժվելու այդ ճանապարհով։ Դա է մեզ տվել Քրիստոս։ Ունեցեք ձեզ համար իբրև ապահով զենք, որպեսի ճանապարհին ձեզ վրա հարձակվող ամեն թշնամու կարողանաք հաղթարել իմ տված զենքերով։ Քրիստոսի ամբողջ ասելիքը սա է։ Եվ այս ավետարանի տողերի ներքո եղող պատվիրանները դրանք են։ Երբ որ վայր է տալիս փարիսեցիներին եւ սադուկեցիներին, նրանց կոչելով իժերի եւ օձերի ծնունդներ, ներկայացնելով իրենց վարք ու բարքը, անուղղակի կերպով մեզ սովորեցնում է, թե ինչպիսին պետք է չլինի քրիստոնյան։ Եվ դրա տակ բացում է, թե ինչպիսին պիտի լինի ճշմարիտ քրիստոնյան, պարզ քրիստոնյան, որը պիտի ունենա Տիրոջ երկրորդ գալուստը իր աչքի առջև։ Մենք գալստյամբ ընդունում ենք ինչ որ մեկին, որը պիտի գա մեզ մոտ։ Եվ շատ տրամաբանական է։ Այս ավետարանում, ինչպես որ ասացի, չի երևում հստակությամբ, թե Քրիստոս ինքն է գալիս, ուր է գալիս, որտեղ պետք է իրեն դիմավորենք։ Եթե նախորդ կիրակիների ավետարանական հատվածները շատ հստակ մեզ առակներով ցույց էին տալիս, թե Քրիստոս ինչ է ուզում ասել, այս կիրակի մեջ հստակ չի գծագրվում։ Եվ անունն էլ հստակ չի բնորոշում, թե մենք ում եւ ինչին ենք սպասում։ Բայց մենք, երբ որ անդրադառնում ենք եւ փորձում ենք վերլուծել ու պահքի այս ամբողջ շղթան հասկանալ, մեր տոնացիսական համակարգի մեջ փորձում ենք մեկնաբանել, շատ հստակ երևում է, թե ով է գալիս,
ովքեր են դիմավորելու եւ որտեղ պիտի դիմավորենք։ Պարզ է, մեզ Տեր Աստված մեր խրախճանքներից հետո դրախտից վռնդեց։ Մեր գործած անհնազանդության եւ հպարտության հետևանքով։ Մենք իբրև անառակ որդիներ թողեցինք Աստծո տունը, Աստծո պատվիրանները, որոնք որ ամբողջ հարստությունն են մեզ տրված, Աստծո կողմից ձրիաբար, իբրև մեզ թողնված ժառանգություն, իր զավակներին թողնված ժառանգություն կլինի ավակ որդու, թե կրտսեր որդու կերպարանքով։ Մենք գնացինք անառակության ճանապարհով, թողնելով հայրական տունը, հայրական հարստությունը, մեզ հետ վերցնելով ժամանակավոր վայելքի, խրախճանքի մեզ թողնված չափաբաժինը։ Եկանք ու դարձանք տնտես մեզ հանձնված պատասխանատվության շրջանակի մեջ։ Կլինի մեզ հանձնված հոտ, մեզ հանձնված աշխատանք, մեզ հանձնված ընտանիք, տնտեսություն, հարստություն, այդ գործերը վարեցինք անիրավությամբ եւ ի վերջո այդ տնտեսության Տերը մեզ հաշվետվության կանչեց։ Եվ մենք իբրև նաեւ Աստծո կողմից բանական էակներ, մտածող, ազատ կամք եւ ըմբռնողություն ունեցող էակներ փորձեցինք չնայած որ անիրավությամբ, բայց խորագիտությամբ մեզ համար ընկերներ վաստակել։ Մեզ հանձնված տնտեսության տիրոջ ունեցվածքի հաշվին։ Այս ամենից հետո բնականաբար մեզ հանձնված տնտեսության Տերը իր տնտեսությունից մեզ դուրս հանեց։ Եվ մենք այսուհետև սկսեցինք Տիրոջը ապավինել մեր աղոթքներով։ Խնդրելով այն ամենը, ինչ որ թողեցինք, ինչին որ արժանացանք, այդ ամենը Տիրոջ ներումին եւ գութին արժանանա։ Եվ մեր աղոթքը երբեմն անպատասխան մնաց, որովհետև մեր գործած բոլոր սխալների պատասխանն էր տևական ժամանակ մեր աղոթքը անպատասխան թողնել։ Բայց ի վերջո Աստված իբրև ծնող, իբրև մեզ արարող Տեր արարիչ մեր աղոթքին ունկնդիր եղավ։ Մեր աղոթքին պատասխան ուղարկեց։ Եվ այդ պատասխանի մեջ մի շատ հստակ հաղորդագրություն դրեց։ Այս ամենը տեսար, ապրեցիր, զգացիր, գնա, ապիր այն բոլոր գործիքներով եւ ժառանգությամբ, ինչ որ տվել եմ քեզ, եւ սպասիր իմ երկրորդ գալստյանը։ Բայց շատ կարևոր է, որ քո սիրտը բաց լինի իբրև Երուսաղեմ իմ առաջին գալստյան առջև, որովհետև այն բոլորը, ինչ որ պետք է երկրորդ գալստյանը սպասելու համար առաջին գալստյան մեջ է։ Գնա եւ ինձ դիր քո սրտի մեջ, որովհետև ես ծաղկազարդի օրը պիտի մտնեմ Երուսաղեմ, քո սիրտն էլ, քո անձն էլ Երուսաղեմի նման պիտի լինի, եւ այդտեղ պիտի գամ ես ավանակի վրա նստած։ Պողոս առաքյալը Կորինթացիների առաջին նամակի եւ երկրորդ նամակի մեջ մեզ մարդկանց մասին, մեղավորներից մասին երկու շատ լավ խոսք է ասում, որ այս ասածից դիպուկ բնորոշումն է։ Չգիտեք, որ դուք Աստծո տաճար եք եւ Աստծո հոգին բնակվում է ձեր մեջ։
Դուք կենթանի Աստծո տաճար եք, ինչպես որ Աստված ասաց։ Պողոս առաքյալը մեզ մեղավորներիս կոչում է Աստծո տաճար, կենթանի տաճար, որտեղ որ պիտի բնակվի Աստված։ Եվ Աստծո բնակությունը Աստծո բերած պատվիրաններով, Աստծո բերած քրիստոնեական արժեհամակարգով, Աստծո բերած ազատության, Աստծո բերած բարոյական արժեհամակարգով է լինում։ Մենք առաջին գալստի իբրև պարգև Քրիստոսից այս ամենը ունենք։ Բայց շատ հստակ է, եթե մենք լինենք Երուսաղեմ, մեր սրտերը լինեն Երուսաղեմ, որտեղ որ առաջին անգամ վերջին անգամ Տերը իր խաչելությունից առաջ մուտք գործեց, իբրև գալուստ, նոր կյանքի, նոր իրականության, նոր հարուցյալ իրականության սպասումով, մենք էլ նույն կերպ մեր սրտի մեջ պիտի ընդունենք Քրիստոսին։ Մի շատ գեղեցիկ առակ կա այս օրվա խորհրդին բնորոշ, բայց մինչև առակի պատմելը ուզում եմ, որ մեզ համար հստակ լինի այսօրվա խորհուրդը, այսօրվա գալստյան պատգամը մեզ, որ մենք մեր կյանքի մեջ պիտի շատ կարևոր դերակատարություններ ունեցող մարդկանց արժեքները տեղավորենք, որովհետև իրենք են, որ գալիս են մեր կյանք, իրենց գալուստն է, որ մեր կյանքում շատ բան է փոխում։ Երբ որ ասում ենք մեր կյանք, նկատի ունենք եւ անհատապես ամեն մեկս ինքներս մեզ եւ հավաքական իմաստով ամբողջ քրիստոնեական եւ ոչ քրիստոնեական համայնքը, որովհետեւ Քրիստոս եկավ նաեւ ոչ քրիստոնյաների համար, այլ բան է նրան ընդունեցին, թե չընդունեցին։ Բայց մենք էլ այսօր իբրև քրիստոնյաներ մեր վարք ու բարքով դեռևս Քրիստոսի գալուստը մեր մեջ չենք ընդունում։ Քրիստոսին իբրև գերագույն արժեք մեր սրտի մեջ չենք կարողանում տեղավորել։ Քրիստոսի մուտքը մեր սրտի մեջ, մեր ներքին Երուսաղեմ դեռևս չենք կարողանում ընդունել։ Մի դասախոս իր պայուսակներով լսարան է մտնում եւ սեղանի վրա թողնում է 2 տարավ։ Եվ ասում է, որ աշակերտներին ասում է, սրա մեջ ինչ կարելի է տեղավորել։ Եվ աշակերտները, ուսանողները տարբեր բաներ են ասում։ Պայուսակներից մեկի մեջից հանում է քար, մեծ քարեր եւ տեղավորում է այդ բանկաների մեջ։ Հարցնելով, թե այլևս որևէ բան կարող ենք տեղավորել, ասում են, որ բանկաները լեցվեցին մեծ քարերով, այլ բան չենք կարող տեղավորել։ Պայուսակից հանում է ավելի փոքր քարեր եւ մեծ քարերի արանքում է տեղավորում։ Նորից հարցում է ուղում, թե ուրիշ բաներ կարող ենք տեղավորել։ Ասում են, որ ոչ, արանքներն էլ լցվեցին։ Պայուսակից ավազ է հանում եւ լցնում է բոլոր արանքները տեղավորելով։ Այս անգամ աշակերտներն ասում են, որ այլևս որևէ բան չենք տեղավորի։ Եվ շշով ջուր է հանում, լցնում է մեջը։ Եվ աշակերտներից մեկին հարցնում է ասելով, թե ինչ սովորեցիք այս իմ փորձից։ Աշակերտը պատասխանում է ասելով, որ սովորեցինք, որ թե ինչպես կարելի է բանկաների մեջ ինչ-որ բաներ տեղավորել։ Ասում է, այո, ճիշտ է պատասխանը, բայց այն չէ, ինչ որ ես եմ ուզում լսել, եւ այն չէ, ինչի համար որ ձեզ այս օրինակը բերեցի։ Քրիստոնեական իմաստով շատ պարզ, շատ գեղեցիկ բացատրություն ունի սա։ Այդ բանկաները մեր սրտերն են, մեր կյանքերն են։ Եվ եթե մենք կարողանանք մեր կյանքի մեջ մեծ ու կարևոր բաները տեղավորել, մնացյալ ամեն ինչի համար մեր կյանքում տեղ կգտնվի։ Տիրոջ առաջին գալուստն էլ այսպես է։ Երբ որ մենք կարողանանք Քրիստոսին մեր սրտի, մեր ներքին
Երուսաղեմի մեջ տեղավորել, ընդունել, վստահ եղեք մեր ամեն ինչի համար այս կյանքում, մեր սրտի մեջ, մեր կյանքի մեջ տեղ գտնել։ Քրիստոս սա է ուզում, որ մենք կարողանանք մեր սրտերը բաց պահել իր գալստյան առջև։ Եվ գալուստը ոչ միայն առաջին գալստի խորհրդանիշն է, այլ նաև երկրորդ եւ առաջին ու երկրորդ գալստի միջակայքում եղող մեկ ուրիշ գալստյան մասին է խոսքը։ Մենք այս հանգրվաններով գնում ենք դեպի հարություն։ Իրական գալուստը, եթե ուզում ենք իմանալ, ծաղկազարդին է լինում։ Երբ որ բոլորը աղաղակում են օրհնյալ եկյալ անվան տյառը, օրհնյալ որ գալոց է, օրհնություն ի բարձունս։ Այն բոլորը, ովքեր որ իսկապես ուրախությամբ պատրաստ են ընդունելու Տիրոջը օրհնություններով, ծաղիկներով, նոր դալար ոսկերով եւ Տիրոջը ճանապարհելու դեպի խաչելության Գողգոթան։ Ինչի՞, որպեսզի մենք կարողանանք մեր առջև այլևս անկաշկանդ տեսնել Տիրոջ երկրորդ գալուստը։ Տիրոջ երկրորդ գալստի ամբողջ քողը վերանում է Տիրոջ հարությամբ։ Հարությունից հետո Տերը նորից եկավ 40 օր շրջեց երկրի վրա։ Մենք էլ մեր ծիսակարգում շատ հստակ ունենք շաբաթ օրերը, երբ որ Սուրբ Աստված ենք երգում, երեկոյան ժամերգության ժամանակ։ Հարությունից հետո 50 օր շարունակ ոչ թե ասում ենք, որ հարյալ իմերելոց, այլ ասում ենք, որ եկիր եւ գալոց ես։ Որ եկար եւ գալու ես երկրորդ գալստյան։ Որովհետեւ հարությամբ լրվեց իր առաջին գալստի ամբողջ պատվերը, ամբողջ նպատակը, իմաստը, որի համար որ ծնվեց, եկավ, քարոզեց, փորձվեց, մկրտվեց, մեզ օրինակներ տվեց, բժշկեց, հարություն պարգևեց, չարչարվեց, խաչվեց, մահացավ եւ ինքն էլ հարություն առավ։ Մեզ այսօրվա ավետարանական այս հատվածը գալստյան խորհրդի մեջ Աստված սա է սովորեցնում, Քրիստոս սա է սովորեցնում։ Մի եղեք փարիսեցիների եւ սադուկեցիների պես, որովհետեւ իրենք Աստծո պատժին արժանի են լինելու, Աստծո դատաստանին արժանի են լինելու, իրենց ապրածով, իրենց ապրելիքով։ Մեզ տրված է ազատ դավանություն քրիստոնեության։ Մեզ տրված է ազատ կամք, օրենքից եւ բոլոր պարտադրանքներից անկախ։ Եվ մարդու սրբության հասնելու ճանապարհը նաեւ իր ազատ ընտրության մեջ է։ Մարդն ինքն է ընտրում սեփական սուրբ ճանապարհով գնալու հնարավորությունը։ Սա նաեւ ավետարանում է ամրագրված։ Երբ որ Քրիստոս ասում է, որ իմ անունով նահատակվածները երկնքի արքայության մեջ ավելի մեծ են լինելու, քան Հովհաննես Մկրտիչը։ Որովհետև Հովհաննես Մկրտիչը, չնայած որ Տիրոջ նախակալապետն էր, բայց իր մոր որովայնից ընտրությամբ էր նախակալապետ։ Իսկ Քրիստոսից հետո հանուն Քրիստոսի մեռնողներն ու նահատակվողները ազատ ընտրությամբ են գնում այդ ճանապարհով։ Քրիստոնյաներիս այդ ազատությունն է, որ տալիս է թևեր, եւ այդ ազատությունն է, որ մեզ տալիս է հնարավորություն ազատորեն ապրելու, ազատորեն ուրիշների համար քրիստոնեական օրինակ ծառայելու եւ ոչ փարիսեցիների ու սադուկեցիների նման, բայց մեզ հետ, մեր քարոզչության միջոցով դեպի երկրորդ գալուստ ուրախությամբ գնալու եւ մեզ հետ տանելու ուրիշներին, այլ ոչ թե կանգնելու եւ խոչընդոտ լինելու այն բոլորի առջև, ովքեր որ
ուրախության սպասումով ապրում են և գնում են դեպի Տիրոջ երկրորդ գալուստը։ Քրիստոս սա է մեզ սովորեցնում։ Լինել իրապես Քրիստոսի պատվիրանների հետևորդ, լինել Աստծո զավակ, լինել իսկապես պարզության, անկեղծության մեջ ապրող քրիստոնյաներ։ Դարձյալ ասում եմ, չլինել փարիսեցի և չլինել սադուկեցի։ Սա իհարկե ժամանակին հրեաների դասակարգեր էին սրանք, սադուկեցիները, փարիսեցիները, օրենսգետները, բայց մեր իրականության մեջ, քրիստոնեական իրականության մեջ սրանք այլևս դարձել են որոշակի բաների խորհրդանիշ։ Տառակերության, կրոնական երբեմն մոլագարության, երբեմն կրոնական կեղծավորության, մոլեռանդության իբրև խորհրդանիշ էր։ Քրիստոս երբ որ խոսում է այս մասին, նաև մեզ սովորեցնում է և պատգամ է տալիս չլինել այդպիսին, այլ լինել սթափ, լինել բանական քրիստոնյաներ, ապրել ոչ թե մոլեռանդության և տառակերության մեջ, այլ երբ որ շաբաթ օրը մեր ավանակը հոս ընկնի, մենք առանց երկար բարակ մտածելու այդ ավանակը շաբաթ օրով դուրս բերենք, որովհետև այն ամենը, ինչ որ մեզ պիտի նպաստի մեր քրիստոնեական կենցաղը բարելավելու, այս դեպքում ավանակը, որ հրեական միջավայրում իրենց ապրուստի, իրենց ամենօրյա աշխատանքը ապահովելու, վաստակը ապահովելու միջոց էր, մենք այդ ամենին պիտի շատ քնքշությամբ վերաբերվենք։ Շատ քնքշությամբ և զգուշությամբ պիտի վերաբերվենք նաև այն ամենին, ինչը որ մեզ տրվել է Քրիստոսի կողմից, իբրև հոգևոր ապրուստի միջոց, ամենօրյա ապրուստի միջոց, աղոթք կլինի, քրիստոնեական պատգամներ կլինեն, դիմացինին սիրելու հնարավորություն կլինի, դիմացինին ողորմություն անելու հնարավորություն կլինի և այլ քրիստոնեական բարոյական որակներ։ Կանգ չառնել որևէ խոչընդոտի առջև կատարելու Տիրոջ պատվիրանը, որովհետև Տիրոջ պատվիրանի մեջ ամբողջությամբ ամփոփվում է Տիրոջ առաջին գալստի ամբողջ խորհուրդը։ Եթե մենք չենք կատարում Տիրոջ պատվիրանը, մենք անուղղակի կերպով ժխտում ենք Տիրոջ գալուստը, Տիրոջ ներկայությունը մեր կյանքում, մեր ներսի Երուսաղեմում։ Ուստի այս մտածումներով միասին աղոթենք, որպեսզի Աստված մեզ իսկապես սրտի արթնություն, մտքի պարզություն պարգևի։ Մնացյալ այս հատվածը մեծ պահքի, եթե չենք հասցրել ինչ-որ բաներ անել, Աստված դեռևս այդ հնարավորությունը մեզ տվել է։ Դեռևս խրախճանքից հետո արտաքսվածին, անառակին, անիրավ տնտեսին, անիրավ դատավորին այդ հնարավորությունը տվել է։ Մենք բոլորս այդ որակները ունենք մեր մեջ։ Մենք բոլորս դրա մասին գիտենք։ Եվ շատ կարևոր է նաև իմանալով հանդերձ չլինել փարիսեցի և երբեմն Աստծո առջևել և մեր դիմացիների հետ հարաբերության մեջ էլ այս մասին խոսել և ասել, որովհետև ի վերջո մենք ամենքս անարժան ենք Աստծո առջև, անարժան ենք մեր դիմացինի առջև, որովհետև եթե մի բանով մենք հասկանում ենք, գիտակցում ենք, որ իրենցից ավելի ենք, բայց իրենց ծառան ու սպասավորը պիտի լինենք։ Աստծո պատվիրանն է, որովհետև ինքը իբրև Տեր սպասավորեց իր առաքյալներին և առաքյալներին բարձրացրեց։ Մենք նույնքերպ, եթե ինչ-որ մեկի նկատմամբ ունենք առավելություն, մեր առավելությունը պիտի իսպաս տնենք մեզանից ցածր եղողի բարձրացմանը։ Սա
քրիստոնյայի բարոյական որակների համակարգի մեջ կարևոր հատկանիշ է, որովհետև բոլորս անխտիր բոլորս մեղավոր ենք։ Այդ մեղավորությունը մարդու համար է, մեղավոր լինելը մարդու համար է, որովհետև մեղավորությունից է մարդը դառնում սրբության, մարդը դառնում մաքրության։ Ինչպես որ հայտնի մի ասացվածք կա, յուրաքանչյուր սուրբ եղել է մեղավոր եւ յուրաքանչյուր մեղավոր սրբանալու հնարավորություն ունի։ Դա այդպես է։ Սուրբ բառն էլ դրա մասին է խոսում։ Սուրբ նշանակում է սրբել, եղած բանը մաքրել, եղած կեղտը մաքրել։ Սրբությունը որևէ կեղտից մաքրել եւ այդ կեղտի վրա կանգնելն է։ Մենք այդ որակները պիտի ունենանք։ Մեզ սա է սովորեցնում Տեր Հիսուս Քրիստոս իր առաջին գալստյան։ Եվ ի վերջո դրա համար եկավ, ցույց տալու մեզ մեր մարդկային բնության, մեր մարդկության եղծելի եւ ի վերջո Քրիստոսի գալստի ամբողջ խորհուրդը ինչ էր։ Առաջին գալստյան խորհուրդը ինչ էր։ Այլևս մեր անօրենությունների, մեր մեղքերի պատճառով որևէ բանի եւ որևէ մեկի միջոցով մեզ մաքրելու հնարավորության սպառում։ Բոլոր հնարավորությունները սպառվել էին եւ Աստված որոշեց, որ ինքը պիտի գա։ Անձամբ պիտի գա, մեր բնությունը վերցնի, մեր մարդկային մարմինը առնի եւ այդ մարմնի մեջ եղող ամեն ինչը իրենով աստվածությամբ մաքրի սրբի։ Առաջին գալստյան խորհուրդը սա է։ Եվ իսկապես մենք պիտի հասկանանք, ընկալենք, դեռ ուշ չէ։ Տիրոջ հարության գալուստը, հարությունից հետո Տիրոջը լույսերի մեջ եւ մենք ուրախությամբ պիտի ընդունենք։ Այդ ուրախ սրտով առանց խղճմտանքի հարությանը հասնելու ժամանակը դեռ ունենք, դարձի ժամանակը դեռ ունենք։ Դառնանք ինչ որ չենք հասցրել անել մեծ պարքի այս ամբողջ ընթացքում եւ մեր ամբողջ կյանքի ընթացքում, ինչ որ արել ենք, ինչ որ ժամանակ այդ սովորություններից հեռանալուց հետո նորից դարձել ենք այդ վատ սովորություններին, նորից հրաժարվելու ժամանակ ունենք։ Թող Աստված ողորմի մեզ, թող Աստված իր լույսը կաթեցնի մեզ վրա, լուսավորի մեզ, որ մենք կարողանանք իսկապես հասկանալ իր գալստյան ամբողջ խորհուրդը, իմաստը եւ մեր սեփականությունը դարձնել իր հարությամբ մեզ տրված ամբողջ հարստությունը։ Եվ այդ հարստությունը իբրև մեզ համար ապահով գործիքներ օգտագործենք շարժվելու դեպի Տիրոջ երկրորդ գալուստը։ Սա է ժողովուրդ ջան, գալստյան խորհրդի մասին խոսելու իմ ամբողջ մտածումը, իմ ասելիքը, ինչ որ ցանկանում էի, իսկել խոսել ձեզ հետ։ Եթե հարցեր ունեք այս խորհրդի հետ կապված, կարող ենք խոսել, քննարկել։ Ուրիշ հարց կարելի է։ Իհարկե։ Իսկ Եհովայի վկայաններին Աստված ընդունելու է։ Շատ լավ, շատ տեղին հարց է։ Իհարկե, մենք ամենքս, երբ որ շարժվում ենք Սուրբ Գրքով, Սուրբ Գրքի պատգամների համաձայն Տերն ասում է, որ իմ նկատմամբ ճշմարիտ մաքուր դավանություն ունեցողն է, որ երկնքի արքայությունը պիտի ժառանգի։ Բոլորն էլ շատ լավ հասկանում են քրիստոնյաները Քրիստոսի այն խոսքը ասված, որ նույնիսկ հեշտակները, նույնիսկ սատանան ինձ Տեր է ասում, բայց ամեն Տեր ասող չէ, որ երկնքի արքայությունը պիտի ժառանգի եւ ես իրեն պիտի ճանաչեմ։ Շատերը կգան, նաեւ մեր մեջից շատ մարդիկ կլինեն, որ Տիրոջ երկրորդ գալստյան ժամանակ պիտի Տեր ասեն, բայց Տերն ասել է ես քեզ չեմ ճանաչում։ Սա մի հարց է, որի պատասխանը մենք որևէ հստակորեն որևէ մեկս չենք կարող տալ։
բայց այն ինչ որ սովորեցնում է ավետարանը, մեզ սովորեցնում է ապրել ավետարանական պատգամներով, կենցաղով, Քրիստոսի պատվիրաններով, ինչ որ մեր ժառանգել։ Քրիստոսին вообще չեն ընդունում դրա։ Նույն հաջողությամբ մեկ ուրիշը կարող է ասել բարոյական եւ հոգեվոր կյանքով ապրող այլակրոնը Տիրոջ ողորմությանը կարժանանա թե չէ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք իսկապես հստակ չգիտենք, որովհետև դեռևս քրիստոնյա լինելը չի նշանակում փրկված լինել։ Դեռևս քրիստոնյա լինելը անվանապես չի նշանակում իբրև իսկապես Քրիստոսի զավակ լինել։ Որովհետև մենք շատերս մեր ամենօրյա ապրելիքով, կենցաղով մենք հակառակն ենք փաստում։ Մեր ունեցած հոգևոր ազգանունին քրիստոնյա լինելուն ամեն օր դավաճանում ենք։ Մենք վստահ ենք, որ Աստծո արքայությունն ենք ժառանգել։ Սա հարց է իսկապես, որ հոգևորականները գոնե մեծավ մասամբ այս հարցի նկատմամբ ունեն ոչ միանշանակ եւ ոչ ամբողջական պատասխան ու բացատրություն։ Եվ սա տրամաբանական է, որովհետև Աստծո ողորմությունը նաև ոչ քրիստոնյաների վրա է ծագում։ Դեռևս մարդու կենդանության օրոք մենք էլ օրինակներ ունենք, չէ՞, որ Աստծո հրաշքը նաև այլակրոնների, այլադավանների վրա է ծագում։ Աստծո արևը ի վերջո բոլորիս վրա է ճառագում։ Գուցե Աստծո ողորմությանն արժանի լինեն այն մարդիկ, ովքեր որ ինչ որ հանգամանքներով Քրիստոսին չեն ճանաչել, բայց իրենց վարք ու բարքով, բարոյական ներքին որակներով քրիստոնեական որակներին համահունչ են ապրել։ Սա թողնված է Աստծո գթառատությանն ու ողորմածությանը։ Ես այս հարցի պատասխանին անդրադառնալիս միշտ հիշում եմ իմ դասախոսին, իմ ուսուցչին Սահակ Պատրիարքին, երբ որ ես երկրորդ լսարանում քննություն էի հանձնում նոր կտակարանից, քննությունը բարեհաջող հանձնեցի եւ այն ժամանակ դեռևս հայ Սահակը, հայ Սուրբը ինձ ասեց, որ քննության արդյունքներից անկախ քեզ մի հարց եմ ուզում տալ, քո տրամաբանությունը հասկանալու։ Ասաց, որ մի երեխա առանց մկրտվելու մահանում է։ Ըստ քեզ, ինչպիսի կարգավիճակում է լինում այդ երեխայի հոգին։ Ես բնականաբար շատ ջերմեռանդությամբ, շատ այդպես կատեգորիկ իմ ընթերցած որոշակի նյութերին համահունչ, շատ կատեգորիկ ասացի, որ եթե մկրտված չէ, ուրեմն վերջ, ինքը Աստծո արքայության արժանի չէ, այս չէ, այն չէ։ Բայց ինձ հետաքրքիր էր իսկապես դրա պատասխանը որն է։ Եվ համարձակություն ունեցա հայ Սուրբին հարցնելու։ Ճիշտ պատասխանը որն է։ Ասեց, ճիշտ պատասխանը ես էլ չգիտեմ։ Եվ կարծում եմ, մինչև իմ կյանքի վերջը չեմ իմանա, որովհետև Աստծո գործերն անքննելի են եւ Աստծո առջև անհնարին որևէ բան չկա։ Ասած դու երիտասարդ ես, ես քեզ շատ լավ հասկանում եմ, շատ կատեգորիկ ես խոսում, բայց պետք է մի քիչ նմանատիպ հարցերին շրջահայացությամբ մոտենալ։ Եվ դա ինձ համար դաս է եղել։ Հիմա ես ձեզ շատ հստակ եմ ասում, որ այդ հարցի ամբողջական պատասխանը ես չունեմ։ Ինչպես որ իմ դասախոսը չուներ, ինձ չտվեց, չավանդեց, բայց շատ լավ բան սովորեցրեց ինձ, որ լինել շրջահայաց հարցին ուրիշ կողմից մոտենալ։ Մոտենալ Աստծո տեսանկյունից։ Եթե մենք Աստծուն ամենակարող ենք համարում, ուրեմն Աստծո առջև անհնարին որևէ բան չկա։ Եվ այդ հնարավորություններն էլ կան նաև անկեղծորեն հավատացող Եհովայի վկաներ։ Անկեղծորեն հավատացող այլ աղանդի ներկայացուցիչներ։ Իսկապես Աստծո փնտրտուքի մեջ եղող գուցե այդ ճանապարհով գնացած, բայց Աստծո փնտրտուքով այդ ճանապարհին ելած մարդիկ
Եվ Աստված նայում է մարդու սրտին, մարդու գործերը։ Եվ վերջո ինքն է որոշելու մեր իր արքայության մեջ լինել չլինելու հարցը։ Ես այս դեպքում նաև ուրիշ մի բան եմ հիշում, Գրիգոր Տաթևացին է սրա մասին շատ լավ ասում, որ Աստծո արքայությունը կամ դրախտ այնտեղն է, որտեղ որ մահանալուց հետո, երբ որ մենք հայտնվենք, կամ չգիտեմ, այդպիսի դրախտի եւ դժոխքի առջև երբ որ կանգնենք, մենք զարմանք ենք ապրելու։ Զարմանք ենք ապրելու, որ դրախտում չենք տեսնի այն մարդկանց, որոնց որ այս կյանքում մտածում ենք, որ դրախտում կլինեն, դժոխքում կտեսնենք այնպիսի մարդկանց, որոնք այս կյանքում սրբի նման էին ապրում, եւ երրորդ զարմանքը այն է, որ մենք մեզ դրախտի մեջ չենք գտնում։ Իսկապես այդպես է։ Մենք մարդկային որակներով եւ մարդկային չափանիշներով ենք փորձում Աստծո գործերը կառավարել եւ սահմանափակել։ Բայց այնինչ Աստված, ինչպես որ մեր կյանքում անսահման գթառատ ու ներող է, նույն կերպ նաեւ արվում է իր բոլոր ստեղծածների հետ։ Եհովայի վկաներն էլ, մահմեդականներն էլ, այլ կրոնների եւ աթեիզմի մեջ եղող մարդիկ էլ բոլորն են Աստծո արարածներն ու զավակներն։ Իրենք ընդունեն թե չընդունեն, իրենք Աստծո պատկերն ու նմանությունն ունեն։ Աստծո կողմից իրենց մեջ հաստատ մի մասնիկ կա։ Եվ իրենք Աստծո առջև ոչ բացասական իմաստով շեշտադրված դատվելու են ըստ իրենց մեջ դրված Աստծո պատկերի եւ նմանության նկատմամբ ունեցած հարգանքով կամ հանդգնությամբ։ Ուրիշ հաց սեփական կյանքով ինքնասպանության գնացածները կենցաղական հողի վրա, կենցաղային հողի վրա եւ Սուրբ Հոգու նկատմամբ հայհոյություն կատարողները։ Թվում է թե այս երկու երևույթները իրարից հեռու իրար հետ որևէ կապ չունեցող երևույթներ են։ Բայց խորքի մեջ այս երկու երևույթները շատ սերտ կապ ունեն իրար։ Սուրբ Հոգու նկատմամբ հայհոյանք եւ ինքնասպանություն։ Նաեւ ժխտել եւ այդպիսի ժխտողականության մեջ բնական մահով մահանալը, սա հոգեվոր ինքնասպանություն է համարվում։ Հա? Դու ֆիզիկապես քո մահով ես մահանում, բայց հոգեվոր ինքնասպան ես եղել, հոգեպես, որովհետև Աստծուն մերժել ես, ժխտել ես։ Երբ որ մենք ասում ենք հայհոյություն, մենք նկատի ունենք սովորական հայհոյությունը, հա? Բայց քրիստոնեական իմաստով հայհոյությունը ուրիշ իմաստներ ունի։ Մեր պատկերացած հայհոյությունը շատ պրիմիտիվ է։ Եվ դա իրական հայհոյության հետ բացարձակ կապ չունի։ Մենք դրան ինչ ենք ասում, ուշունց, չէ՞։ Ուշունցը նույն հիշոցի նման մի բառ է, հա? Ինչ որ բաց բան ես դու իրեն ասում։ Բայց հայհոյանքը խորքի մեջ ժխտողականություն ունի։ Երբ որ Սուրբ Հոգու նկատմամբ հայհոյություն է ասվում, շեշտադրվում է, սա Աստծո նկատմամբ անընդունելության դրսևորում է համարվում։ Երբ որ մեկին հայհոյում են, իր ամեն ինչը իրենց համար գոյություն չունի, ժխտողականություն է, հա? Նույն կերպ նաև ինքնասպանը, որ անհուսության մեջ կամ կենցաղային հողի վրա ինքնասպան է եղել, Աստծո ողորմածության հույսը իր մեջ կորցրել է։ Այսինքն Աստծո նկատմամբ հավատի դրսևորումը իր մեջ ժխտողականության է վերածվել, թերահավատության է վերածվել, անհավատության է վերածվել, եւ որի հետևանքով ինքը գնացել է ինքնասպանության։ Սրանով ինքը իրեն Աստծո արքայությունից դուրս է դրել։ Զրկել է, այո։ Եվ այս իմաստով այս երկուսը, երբ որ ժխտում են իրար, ժխտողականության թելն է, որ կապում է ինքնասպանին հայհոյողից, Աստծո նկատմամբ, Սուրբ Հոգու նկատմամբ հայհոյություն կատարողից։ Ու հայրեն ասում են, չէ՞, աններելի մեղք, երբ որ դու ապրում ես, կաս, այդպիսի մեղք չկա, որ չներվի։
Հայրերը չգիտեին, որ Սուրբ Հոգու դեմ հայրության մասին ավետարանում խոսք կա։ Գիտեին։ Խոսքը այստեղ ժխտողականության մեջ մնալ, հանատևել եւ այդպես մեռնելն է, որը ինչպես որ ասացի, հոգեվոր ինքնասպանություն է։ Եվ այս թելերն են, որ իրար կապում են։ Իմանալով ժխտելը, թե չիմանալով ժխտելը։ Իմանալով ժխտելը։ Որովհետեւ ինքնասպանության դրսևորումներ կան նաեւ, որոնք որ չիմացության, բայց նաեւ շատ դեպքերում հոգեվոր բարձր վեհ նպատակի համար են արվել։ Եվ օրինակներ մենք ունենք, չէ՞։ Հունան Ավետիսյան։ Հունան Ավետիսյան կլինի, ցեղասպանության տարիներին լիքը աղջիկներ կանայք իրենց գցել են ձորից, որ բռնաբարության չենթարկվեն, ուրիշ բաների կրոնափոխության չենթարկվեն։ Այսինքն Սուրբ Հոգու հայրությունը դա Աստծո նկատմամբ ժխտողականություն։ Այո, Աստծո գոյությունը մերժելն է, հա։ 40 տարի սուրբ կյանքով ապրել եմ, թողնում եմ գնամ աշխարհի կյանքով ապրեմ, վայելեմ ամենավերջին ձևով։ Եվ այդ նույն ժամանակահատվածում 40 տարվա դատապարտված հանցագործը ասում է, որ վերջ։ Այս պայից սկսում է իմ ապաշխարության շրջանը, ես դառնում եմ դեպի Քրիստոս։ Հիմա ասում է սրանցից ու այդ գիշեր երկուսն էլ մահանում են։ Հիմա սրանցից որ մեկն է գնում արքայություն, որ մեկը դժոխք։ Սա մտածելու առիթ։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեղեցի արքայություն քո, Եղիցին կամ քո, որպես երկինս եւ երկրի։ Ըսած մեր հանապազորդ տուր մեզ այսօր, եւ թող մեզ պարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոնց պարտաբանած, եւ մի տանիլս մեզ իփոցություն այլ փրկյազ մեզ իչարե։ Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք Դավիթյանս, ամեն։ Պահաբան ամենայնի Քրիստոս աչքո Հովանի լիցի իվերամեր, իտվե եւ իգիշերի, ինստիվ իտան, իգնալ ի ճանապարհ, ինընջել եւ իհառնել։ Զիմի երբեք սասանեցած եւ օրմյակ արարածոց եւ մեզ բազմամեղացս, ամեն։ Օրհնյալ կեղելուկ իշնորացրփո օգուին, երթայքի խաղաղություն, եւ Տերն մեր Հիսուս Քրիստոս Եղիցի ընձես եւ ընդամենեսյանսը, ամեն։